Հրապարակ թերթը գրում է Մայրաթորի դեմ 10 տիրադավ եպիսկոպոսների թիկունքում թաքնված իշխանականների ձախողված գրոհից հետո Նիկոլ Փաշինյանը թերթի տեղեկություններով ուղղակի դիվոտել է եւ շան լապ թափել մարզպետների, մասնավորապես Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի վրա, որի ուսերին է դրված եղել իր մարզում տեղի ունեցող միջոցառման մասովկան ապահովելու գործը։ Իշխող թիմում վստահ են, որ Արմավիրի մարզպետի պաշտոնավարման օրերն են հաշված, եթե Փաշինյանը 7 վերքի խայտարակ պատարագի համար որոշել է հանել մարզպետ Դավիթ Արուշանյանին, ապա այս ճակատագրական մարտի համար Վահրամ Խաչատրյանին էլ չի խնայելու։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իրավապահները օր ու գիշեր աշխատում են կաթողիկոսի եւ նրա հարազատների դեմ կոմպրոմատներ հավաքելու ուղղությամբ։ Իշխանություններին ինֆորմացիա է փոխանցվել, որ վեհափառի եղբայրը Եզրաս arczepiskopos-ը քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աթոռանիստը, որպեսզի այնտեղից կաթողիկոսը անվտանգ կառավարի հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ինչի համար իշխանությունները հակաքայլեր են իրականացնում նրա դեմ։ Դա էր նաեւ պատճառը, որ երեք իշխանական լրատվականը հրապարակեց ԱԱԾ-ի խայտառակ պաշտոնական գրագրությունը, ըստ որի Եզրաս arczepiskopos-ը KGB-ի գործակալ է եղել Խորհրդային Միության տարիներին։ Թերթի տեղեկություններով խոշորացույցի տակ են նաև կաթողիկոսի մյուս հարազատները, եղբորորդիները, բարեկամները։ Ստուգվում է նրանց բոլորի կապերը ճնշումները կաթողիկոսի դեմ ավելի ուժեղացնելու համար։ Կաթողիկոսի դեմ ռեպրեսիաները ավելի են ուժեղանալու։ Հրաժարականի պահանջ չիրականացնելու դեպքում կաթողիկոսին իրավապահները կալանքի կտանեն ստիպելով հրաժարական գրել։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով դեկտեմբերի 10-ին Պետեկամուտների կոմիտեն պետական սահմանի մեղրու անցման կետում ձևակերպում ստանալուց հետո 11,000 կիլոգրամ քաշով եւ շուրջ 335,000 եվրո արժողությամբ Մետեքսիմ տերմինալի ժամանակավոր պահման կետ է հասել իրանական պետհամարանիշներով ֆոտոն տեսակի տրանսպորտային միջոց։ Մեղրու անցման կետի պետ Հովհաննես Ամիրխանյանի եւ նրա տեղակալ Գևորգ Թևանյանի կազմակերպմամբ այդ բեռնատարը դատարկվել է եւ շուրջ 70 միլիոն դրամի ապրանքի կեսը, դայսոններ եւ պլանշետներ տեղավորվել են Ford մագնիշի տրանսպորտային միջոց, իրենց հետ նախապես վերցված կնիքներով կնքել այն եւ բեռնված մեքենան տեղափոխել Մետեքսիմ տերմինալ։ Տերմինալի տեսուչը հասկացել է, որ բեռնատարի բեռների եւ վարորդի մոտ արկա փաստաթղթերի միջև արկա է անհամապատասխանություն։ Ford մագնիշի ավտոմեքենան բեռնված է քիչ կիլոգրամներով, քան պետք է լիներ, ըստ փաստաթղթերի եւ հայտնել է այդ մասին։ Սկզբում պատճառաբանել են, որ ապրանքի մյուս մասը, բեռնաթափված մասը, որը պետք է ապօրինի առանց համապատասխան հարկերը վճարելու մտներ Հայաստան, մնացել է այլ պետության տարածքում, սակայն վախենալով, որ իրենց կատարածը կբացահայտվի, Հովհաննես Ամիրխանյանի եւ Գևորգ Թևանյանի կազմակերպմամբ նշված բեռնատարը տեղափոխվել է Մեղրու անցակետ, որտեղ ըստ ստացված տեղեկությունների դեպքի հետ առնչություն չունեցող անձը խոստովանել է, որ իրանական բեռնատարից ինքն է գողություն կատարել եւ շուրջ 400 դայսոններ եւ պլանշետները ինքն է հափշտակել։ Նշված դեպքը փորձ են արել կոծկել Պետեկամուտների կոմիտեի ղեկավարության կողմից, քանի որ Ամիրխանյանը հանդիսանում է կոմիտեի նախագահի մորեղբոր որդու Սարգիս Բաբայանի մտերիմ ընկեր է, իսկ Բաբայանը կոմիտեի նախագահի անվտանգության պետն է եւ չի բացառվում, որ Բաբայանի կողմից բոլոր միջոցները կձեռնարկվեն Ամիրխանյանին հիշյալ դեպքից մաքուր դուրս անելու ուղղությամբ։ Այս ամենը կատարվել է մի անցակետում, որտեղ Սարգիս Բաբայանի եղբայրը աշխատում է որպես մանկցանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ։ Մեղրու անցակետն է վերջինիս վերահսկողության օբյեկտը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է, երբ հայտարարվեց, որ քաղաքացիական պայմանագրի պատգամավորության թեկնածուները պետք է 500,000 դրամ վճարեն, իսկ քաղաքացիական պայմանագրի անդամ չհանդիսացողները 1.5 միլիոն, անկուսակցական պատգամավորները դիմեցին քաղաքացիական պայմանագրին անդամակցելու։ Չնայած մոտ 1 ամիս է, որ Բաբկեն Թունյանն ու նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բակրատյանը քաղաքացիական պայմանագրին անդամակցելու դիմումներ են ներկայացրել, սակայն նրանց դիմումը դեռևս չեն քննել։ Թե ինչու են Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագրի վարչությունը ձգում գործող պատգամավորների կուսակցության շարքերն անցնելու դիմումի քննությունը, պատգամավորները տեղեկություն չունեն։ Գրում է թերթը։